Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ գալիքի հարգելի բաժանորդներ, այսօր ես խոսելու եմ թեյի և սուրճի տարբերության վերաբերյալ, կուզեմ ասեմ, որ Հայաստանում թեյը շատ անգամներ պակաս ենք մենք օգտագործում, իսկ սուրճի օգտագործումը շատ տասնյակ անգամներ գերազանցում է թեյի օգտագործմանը ու մեկ շնչի հաշվով տարեկան սուրճի օգտագործումը բավականին մեծ է Հայաստանում, դա կիլոգրամներ է, իսկ թեյ ընդամենը 100 գրամի շուրջ է մեկ շնչին բաժին ընկնում օգտագործվող թեյի քանակը։ Թեյը ասեմ, որ բացի առողջության հետ կապ ունեցող եւ օգտակար հատկություններ ունեցող հեղուկ որպես ինքը ունի նաև ծիսակարգային եւ մշակութային նշանակություն, թեյ ըմպելը դա մշակութային էլեմենտներ է իր մեջ կրում եւ շատ երկրներում մարդիկ թեյը օգտագործում են որպես ժամանցի նպատակ եւ միմյանց հանդիպելու, միմյանց հետ զրուցելու համար հրավիրում են կամ թեյ են հյուրասիրում միմյանց, հրավիրում են թեյ ըմպելու։ Թեյը շատ ընդունված է օգտագործել, գիտենք, որ Արևելքում, Հնդկաստանում մասնավորապես հին ժամանակներից եւ առանձնապես մեծ կարևորություն են թեյը տալիս անգլիացիները ու Մեծ Բրիտանիայում թեյը մի նոր մշակութային բարձր մակարդակի է հասցված։ Թեյը ուղիղ ազդեցություն չունի վիրուսների չեզոքացման հետ կապված, սակայն օգնում է վիրուսային հիվանդությունների եւ վարակների պարագայում, սուրշնչառական վիրուսների մասին է խոսքը, օրգանիզմին ավելի հեշտ կազդուրվել եւ ավելի թեթև զգալ։ Այն հիդրատացնում է մեր օրգանիզմը եւ փաստորեն մենք կարողանում ենք հիվանդ ժամանակ կորցրած հեղուկի քանակը վերականգնել թեյ ըմպելով։ Ուստի խորհուրդ եմ տալիս բոլորիդ անպայման թեյ շատ օգտագործել վիրուսների ակտիվ շրջանում եւ երկրորդ նրա գոլորշին տակ հեշտացնում է մեր շնչառությունը։ Ըմպեք ավելի հաճախ թեյ եւ եղեք առողջ, բաժանորդագրվեք հայ գալիքին եւ Eloyan Royal Facebook-յան էջին։ Շնորհակալություն։